Բարև ձեզ հարգելի ընկերներ, հարգելի Facebook-յան եւ ոչ միայն Facebook-յան, հարգելի ընկերներ եւ ոչ միայն ընկերներ, կարծում եմ մի զգալի մասը հիմա խցանումների մեջ կլինեք եւ քանի որ խցանումների մեջ ուրիշ անելու բան չկա, կարելի է այսօրվա լուրերի ամփոփումը ներկայացնեմ, մեկնաբանեմ եւ այսպես սկսենք խցանումների, նոր խցանումներից, առանձնել իբրև քիչ էին խցանումները Համայնքապետարանը Երևանում նոր ավտոբուսի գծերը առաջ բեր է, որպեսզի երթևեկությունը տրանսպորտի, հանրային տրանսպորտի ավելի արագ լինի, բայց դրա հաշվին խցանումները առաջ բերում արդեն ավտոմոբիլային երթևեկության, տաքսիների երթևեկության գծերում։ Ու դա արվում է այն կարգի անհեթեթ սխեմաներով, որ այդ խցանումներում մարդիկ ժամերով կանգնում են, այն դեպքում, երբ որ Երևանում ըստ էության այդպիսի բան չկար, որ ժամերով մարդիկ կանգնեն։ Ու սրանով չգիտեմ, ինչ որ Սրանով ինչ որ առաջադեմ բան, իբր թե Նյու Յորքում այդպես է, Փարիզում այդպես է, հա, իմ Facebook-յան ընկերները իմ կողմից շատ հարգված հոդվածներ են ուղարկում, տվյալներ են տալիս, արտասահմանից են գրում մարդիկ, որ գիտես ինչ կա, տես Փարիզում էլ ճանապարհներ են նեղացնում, Նյու Յորքում էլ ճանապարհներ են նեղացում, հեծանվային կամ չգիտեմ, հետիոտն երթևեկի համար կամ չգիտեմ, հեծանվային գնալ գալու համար, որպես առողջություն, Հայաստանում էլ դե բանը առողջական խնդիրներ կան եւ այլն, այսինքն կոպիտ ասած կներեք գրեյքվում, խելքը քաքի հետ խառնելով փորձում են ինչ-որ բան ապացուցել, ինչու՞մն է իրականում խնդիրը։ Երևանը քաղաք պետություն է, եթե չգիտեք, ասեմ իմանաք։ Իհարկե այդքան զարգացած չի իր մշակույթով եւ կառավարման համակարգով, ինչպես սրանից ասենք 2500 տարի առաջ գոյություն ունեցած քաղաք պետությունները, այդ աստիճանին չի ասել, բայց համենայն դեպս կոպիտ ասած Հայաստանի դա հիմքն է, հա, Հայաստանի տնտեսական էպիկենտրոնն է։ Եվ մարդիկ Երևանին հարող մարզերից եւ շրջաններից մեկը ես գալիս են Երևան գործի։ Այսինքն մենք մեր աշխատանքը գտել ենք Երևանում, որովհետեւ այդպիսին է մեր տնտեսական համակարգը, որովհետև այդպիսին է կառուցված։ Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների պես չենք, որ ասենք Երևանի նման մի 100 հատ քաղաք լինի, այդ քաղաքի մոտակայքում ապրես, գնաս գործի գաս, Նյու Յորքն էլ իր ուզածի պես իր ճանապարհները նեղացնի, հեծանվային կամ չգիտեմ, հանրային տրանսպորտի համար ճանապարհ ստեղծի, արագություն ստեղծի։ Մենք ըստ էության Երևան ենք գալիս մարզերից, որ հեծանիվով չենք կարա գանք։ Ավտոբուսով էլ չենք կարա գանք, անհնար է։ Ես վեդից գալիս եմ, գնում եմ Զեյթուն, բարձրանում եմ Զեյթուն, մարդիկ Էջմիածնից գալիս բարձրանում են Զեյթուն, գնում են գործի։ Այդպիսին է, դուք այդպես եք զարգացել, մենք ստեղ մեղք չունենք, դուք ներդրումները այդպես եք արել։ Դուք այնպես եք արել, որ Երևանը միայն զարգանա, մարզերի հերն էլ անիծած։ Դուք այդպես եք զարգացրել երկիրը, մենք էլ ուզած-չուզած տեղավորվում ենք դրա մեջ։ Հասկանում եք, եթե այսօր Արարատի մարզում կամ չգիտեմ Լոռու մարզում կամ չգիտեմ նույնիսկ Շիրակի մարզում մի կես միլիոնանոց քաղաք լիներ, ստեղ 1,5 միլիոն հավաքվելու փոխարեն, այս քաղաքը ստեղծվել է որպես 500,000-անոց քաղաք կես միլիոնի համար, լավ պայթի տրակի 1 միլիոն, բայց այն կես միլիոնը, որ ավել Երևանում դուք բերել լցրել եք, Էդի բերել եք ի հաշիվ են չզարգացած մարզերի, որոնք այդ կես միլիոնի հաշվին պիտի զարգանային։ Ու դուք հիմա ստեղծել եք այդպես մի համակարգ։ Էդ էլ ասեմ ինչի եք ստեղծել, այդ իմ խելոք ընկերները, որ Փարիզից ու Նյու Յորքից են օրինակ բերում, որովհետև ցանկացած քաղաքական ուժ, որ իշխանությանը անցե Հայաստանում, ինչ խնդիր ունի։ Մեր մոտ ընտրական համակարգը այնպես է, որ 50% պլյուս 1 ձայն ես հավաքում ու դու իշխանություն ես, ասած կոպիտ ասած, ընդհանուր գծերով եմ ներկայացնում, այս հարցի շուրջ չեմ ուզում մանրանամ, 50+1 ձայն ես հավաքում ու վերջ, դու իշխանություն ես երկրում, այդ 50+1-ը որտեղ է, Երևան շրջակա բնակավայրեր, ոչ թե շրջակա մարզերն էլ հետը վերցրած, շրջակա բնակավայրեր, դա անում է Հայաստանի բնակչության 50+1%-ը,
Արդյունքում, եթե դու տնտեսական ներդրում ես անում այդ շրջանում, եթե դու բարեկեցություն ես ապրում այդ շրջանում, հերնելանից ըստ թե մնացածի ինչ վիճակում են, այդքան ընտրող արդեն քոնն է։ Այդ ռայոններից էլ, չգիտեմ, Ամասիայում է, Մեղրիում է, չգիտեմ որտեղ է, Նոյեմբերյանում է, ընդեղ էական չի, ընդեղ էլ ոնց էլ չլինի տեղական դիկտատորները, դիկտատորիկները, տեղական շոպլիկները մի քանի ձայն քո համար կհավաքեն։ Բայց քեզ պետք է եղել Երևանի շրջակա բնակավայրերի բնակչության քվեները։ Արդյունքում ամբողջ ներդրումը, բարեկեցության ամբողջ պոտենցիալը դրվել է Երևանի եւ շրջակա բնակավայրերի վրա, որպեսզի մարդիկ անընդհատ վերընտրվեն։ Այսինքն այսօրվա դրությամբ Վայոց ձորի մարզում, չգիտեմ, մի 60,000-ի չափ մարզում, 60,000-ի չափ մոտավոր թիվ եմ ասում, մարդ է ապրում։ Սյունիքում մի 100,000-ից մի քիչ ավել մարդ է ապրում, 100, թոլինի 150,000։ Ամբողջ Տավուշի մարզում էլի մի 100-ից 150,000 մարդ է ապրում։ Եթե չեմ հաշվում արտագնա աշխատանքի մեկնազդեն, այսինքն խոպանչիներին։ Ըստ էության փաստացի կարելի ասել Սյունիքում 100,000 մարդ է ներկա, գրանցված չեմ ասում, ներկա, հետևաբար ընտրություններին մասնակցելու է այդ 100,000-ը։ Տավուշում այդ 100,000-ն է մասնակցելու ընտրություններին։ Այդ 100,000-ի միջից է լինելու ընտրությունների գնացողը։ Վայոց ձորում մի 50,000 մարդ ներկա լինի, թե չէ։ Հետևաբար ցանկացած իշխանության հեչ վեճին է, որ այս մարզերը զարգացնի։ Ինչ ձայն պետք է հավաքի ինտեղից։ Հակառակը ընդ տեղական դիկտատորիկներն ու շոպլիկները իշխանության քամակը մտնելով որոշակի ձայներ կհավաքեին։ Խոսքը վերաբերվում է 35 տարվա մեր պատմության մասին։ Մեր անկախության 35 տարվա մասին, մեկին չեմ առանձնացնում, մյուսին արդարացնում։ Ու ըստ էության այս միտումը շարունակվում է մինչև այսօր։ Եվ էլի հիմնական ներդրումները, հիմնական բարեկեցությունը, հիմնական տնտեսական շարժը, հիմնական շինթույլտվությունները արվում են Երևանում։ Ինչ չէին կարա Երևանի կենտրոնում շինթույլտվությունները արգել էին։ Վաղուց արգել էին, շինթույլտվություն չտային։ Եղած հողամասերում ոչ թե երկնաքերներ կամ բարձրահարկներ սարքել, երկնաքեր Հայաստանում չկա, բախտավար։ Փոխանակ բարձրահարկ թաղամասեր սարքեին մեծ կենտրոնում։ Շինթույլտվություն չտային, թող մարդիկ Գյումրիում սարքեին, ընդեղ սկսել տնտեսական շարժը, Վանաձորում սարքեին, ընդեղ սկսել այդ շարժը, վերաբաշխեին, ապա կենտրոնացնեին այդ լարվածությունը, այդ կուտակումը, բայց ոչ, ձեռնտու չի, Շիրակը այդ ինչքան ձայն պետք է տա գործող իշխանություններին, որ նրանք այդ տեսակ ծրագրեր կազմեն։ Վանաձորը ինչքան ձայն, հակառակը, Շիրակն էլ Վանաձորն էլ, իրանց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով չընտրեցին իշխող ուժին, բայց իշխող ուժին պետք է Շիրակի կամ Վանաձորի կամ Կապանի համար բանանին ծրագրեր կազմի, որպեսզի տնտեսական զարգացում ընդեղ գնա։ Սա ֆունդամենտն է, սա սկիզբն է, ոնց է լինում, որ Երևանը դառնում է քաղաք պետություն մեր երկրի մեջ, ամբողջ իր պոտենցիալը, ռեսուրսը դառնում է ամրոց, որտեղ կողքի տենց խուլ մանր բնակավայրերը պետք է գան ու ստեղ ապրուստ գտնեն։ Արդյունքում այդպես է ստացվել։ Սա մեկ չեպ է։ Այդ Նյու Յորքի օրինակը, որ բերում եք, մի հատ տեսեք Ամերիկան ինչ տեխնոլոգիա է օգտագործել քաղաքական, որով հավասարաչափ զարգացումը ապահովել բոլոր նահանգների միջև։ Մի հատ տեսեք ինչ տեխնոլոգիաներ է օգտագործվում։ Ոչ թե Նյու Յորքում փողոցները նեղացնում են, հա ինչ անեմ նեղացնում են։ Նյու Յորքում չկա քաղաքը շրջանցող ճանապարհներ, Փարիզում չկա քաղաքը շրջանցող ճանապարհներ, Երևանում չկա քաղաքը շրջանցող ճանապարհներ։ Եթե մարդը, չգիտեմ, օրինակ Էջմիածնից, չգիտեմ, գալիս է, ուզած որպեսի գնա Սևան, ասենք թե, պետք է անցնի քաղաքի միջով։ Ես գալիս եմ Արարատի մարզից, ուզած ինչ պետք է մասիվներով բարձրանամ, իսկ եթե ես ուզում եմ գնամ դեպի ենթադրենք կվարտալ, դեպի Քասախ, դեպի Պրոշյան, դեպի Աշտարակ, ուր պետք է մտնեմ, ես մտնում եմ Չարբախ, որտեղ այսպես փողոցներ են։ Մի քանի տեղ լայնացրել են, շրջանցող հատվածները սարքել են, Չարբախում այսպես նեղ փողոց է։ Ուրիշ հնար չկա, այդ պրոբկայի եկխցանման միջով պետք է անցնես, կամ պետք է մտնես քաղաքի միջով։ Սա էլ մի խնդիր, որ շրջանցող կալցոներ
ճանապարհային օղակներ չկան, որպեսզի քաղաքը մարդիկ կարողանան շրջանցել, գնան իրանց գործին, իրանց հոգսին։ Ուզած չուզած մարդիկ այս կամ այն չափով մտնում են քաղաք, կամ քաղաքի արվարձաններ, արդյունքում էլի խցանումներ։ Ու հիմա դուք տենց այս ամեն ինչը թողած որոշել եք, որ հանրային տրանսպորտի համար պետքա երթևեկելի հատվածները մյուս տրանսպորտների համար նեղացնեք։ Եվ ինչ ա լինում։ Լինում է նոր խցանումներ։ Ու այնպես չի, որ մարդիկ վաղը իջնելու են հանրային տրանսպորտից օգտվել։ Չեն իջնելու, այո, ընկեր, մարզից են գալի այդ մարդիկ։ Հար երևանյան ամբողջ բնակչությունը Երևանում է աշխատում։ Նրա կյանքը Երևանում է։ Եվ այդ մարդիկ չեն կարող տրանսպորտով գալ։ Կամ միջև սենց բաներ անելը դպրոցների համար ավտոբուսներ ստեղծեիք, ուսանողական ավտոբուսներ ստեղծեիք, ենթադրենք, չգիտեմ, ամերիկյան կինոներում տեսել եք, ոնց է դպրոցի համար հավաքելով գնում ավտոբուսը։ Հələ այդ ավտոբուսը ստեղծեք, հետո նոր ասեք, այսինքն ծնողն ինչ պետք է անի։ Առավոտ իր երեխուն տանում է, իջացնում է դպրոց, արդեն երևանցիների մասին եմ խոսում։ Երևանցին իր երեխուն տանում թողում է դպրոց, ինքը գնում է աշխատանքի։ Ինչ պետք է անի։ Պետք է երեխու ձեռը բռնի, նստի տրանսպորտ, հանրային տրանսպորտ։ Տանի դպրոցի չացնի, հետո ընդից մտածի ոնց է գնալու իր գործի տեղը մի հատ ուրիշ տրանսպորտ փոխի, հա։ Այդ նույն Ամերիկայի օրենքը, չգիտեմ, Փարիզի օրինակը, այդ սաղ առումներով մենք հավասարվել ենք Փարիզին ու Նյու Յորքին, հիմա մնացել էր սա։ Հիմա ուզում ենք Փարիզի ու Նյու Յորքի պես մեր ճանապարհները սարքել, այս սարքեք։ Սարքեք։ Հա, առաջինը դու Երևանի քաղաքապետի այդ ավտոկայանատեղին հանեք։ Ինչ է Երևանի դիմաց, քաղաքապետարանի դիմաց ավտոկայանատեղի դրեք։ Բա հեծանիվներով եկեք, այ ընկեր։ Ինչի եք ավտոկայանատեղի, հեծանիվի հարցն է լուրջ Երևանի համար։ Երևանը այնպեսի քաղաք չի, որ ցենց դուրան դաշտավայրի վրա կառուցած լինի, դու կարողանաս հեծանիվով տեղաշարժվես։ Մարզերից ասեցին, ես չեմ կարող նստեմ հեծանիվով գամ գործի։ Էսի մեկ։ Ու էլի ամբողջ Էջմիածինը, ամբողջ Մասիսը, Աբովյանը, Աշտարակը, այս ամբողջ ժողովուրդը ու իրանց հարակից ավաններն ու գյուղերը Երևանում են աշխատանք գտնում։ Ինչու, որտեղ այդպիսին է պետական քաղաքականությունը ու այդպես է եղել տասնամյակներ շարունակ։ Հիմա մենք չենք կարող գան։ Բա Երևան ջան, այդ դուրան հարթությունը չկա։ Մարդիկ ոնց են, օրինակ եմ ասում, հա, կենտրոնից բարձրանալու մասիվ կամ մասիվից հետ եկան ոնց են վերադառնում։ Ոնց են բարձրանում Բաղրամյանով Կոմիտաս։ Քաղաքը այստենց է։ Հա, հարավ-արևմտյան թաղամասից կենտրոն էլի հարթա կարելի է հասնել։ Բայց այն շրջակայքը, Ավանը, մասիվները, Կոմիտասը, Դավթաշենը, ընդեղից կենտրոն իջնելը կամ կենտրոնից այն կողմ բարձրանալը, դա լուրջ ճանապարհ է։ Մարդիկ հեծանիվով ոնց են բարձրանալու։ Այսինքն ես սպորտսմեն, որ կարողանան կամ լավ բարձրացան քրտինքի մեջ կորած, հասալ գործի տեղը։ Առավոտը ինքը որոշել է հեծանիվով բարձրանա Դավթաշեն կամ Կոմիտաս։ Ասենք հարավ-արևմտյան թաղամասից։ Այդ բարձրությունը հաղթահարեց։ Քրտինքի մեջ կորած մտավ օֆիս, հիմնար։ Ինչ պետք է անի այդ մարդը։ Այտենց ընդունված է, հա, դուշևորները դրած է, ցնցուղի համար լոգարանները դրած է, մարդիկ մտնեն մի հատ լողանան, մաքրվեն, ակուրատնի հագնվեն, մտնեն աշխատանքի։ Այդ համատարած հիմնարկներում էսի տրադիցիա է, հա։ Թե քրտնաթոր հոտը վրա պետք է նստի աշխատանքի։ Ասենք բժիշկ է։ Մտել է հիվանդանոց, քրտինքի մեջ կորած, ինչ պետք է անի։ Հասկանում եք անհետեթությունը։ Վաչ ջան Ջիհանյան, ես հենց հիմա հատուկ քո համար բան ես ուղարկել։ Նախ այդ ինչ որ ուղարկել ես, այդ ասա, այդ հոդվածները որ ուղարկում ես, այ ընկեր, նախ գոյությունի պատճառականություն եւ կորելյացիա։ Ինչ էլ որ ուղարկում ես, դու քո ուղարկած մի հատ առողջ ապրել սիրտանոթային հիվանդությունների, իսկ կարող է սկրինինգն է սիրտանոթային հիվանդությունների խնդիրը, իսկ կարող է ստրեսներն են, իսկ կարող է աշխատավարձն է միջին, իսկ կարող է օրենքի ու արդարության մակարդակը տվյալ երկրում ազդում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների վրա, իսկ կարող է սիրտամշակույթն է առհասարակ, իսկ կարող է այն միտքն է, որ պատերազմ է լինելու ու ցանկացածս վերջին հաշվով գնալու ենք մատաղ լենք ու դրա համար մարդիկ թքած ունեն երկար ապրելու վրա։
Իսկ կարող է մարդիկ այն ձևի կյանքով են ապրում, որ ասում են, արա ումա պետք սենց կյանք, ինչքան կապրենք։ Կարող է այդ ամեն ինչն է պատճառը, կարող է բժշկական ապահովագրության բացակայությունն է, սիրտանոթային հիվանդությունների ռիսկի վրա ազդում, ու սենց էլի լիքը բաներ։ Այսինքն չի կարելի այդքան նեղնիտ լնել, սահմանափակ մտածել, որ մի տվյալով համեմատություն անել, ենթադրենք Ամստերդամի ու Երևանի միջև։ Չի կարելի, այ ընկեր։ Դուք ձեռ եք առնում կամ պոպուլիզմով եք զբաղված, կամ դեմագոգիա եք անում, որովհետև նմանը նմանի հետ են համեմատում։ Մնացած հավասար պայմանների դեպքում դու կարաս միաբաղադրիչ համեմատություն անես։ Մնացած հավասար պայմանների դեպքում։ Եթե մնացած պայմանները հավասար չեն, դու չես կարող համեմատություն անես։ Մի օրինակ բերեմ բժշկական։ Ընդունված է, որ նրանք, ովքեր խմորով ու սենց յուղով են սնվում, նրանց մոտ կյանքի տևողությունը ավելի քիչ է, քան թե նրանց մոտ, ովքեր սալատներով են սնվում, աղցաններով են սնվում։ Հիմա, այսպիսի ընդունված բան կա բժշկության մեջ, այ աղցանով սնվողները երկար են ապրում։ Հիմա չեմ հիշում այդ հետազոտողի անունը, ապացուցողական բժշկության ջատագովներից էր, ով ապացուցել էր, որ ստե մեծ սխալ կա։ Այսինքն այս ենթադրությունը, որ յուղոտ եւ խմորոտ սնունդը բերում է ավելի քիչ են մարդիկ ապրում այս տեսակ սննդով, քան սալաթով սնվողները ավելի երկար են ապրում։ Սխալ հետևության է բերում, թե իբր սալաթը ավելի առողջարար է։ Ու ինչով է դա ապացուցել։ Դա ցույց է տվել, ապացուցել, որ յուղոտ ու խմորոտ սնունդով սնվում են հիմնականում աղքատ մարդիկ, շատ աշխատող մարդիկ, ցածր սոցիալական պայմաններում գտնվող մարդիկ։ Իսկ սալատներով շատ սնվում են մարդիկ, ովքեր պարապ են ամբողջ օրը։ Բիզնեսն ու եկամուտները գալիս են օդից մանանայի պես թափվում են։ Իրանք էլ պարապ են, կարան ամբողջ օրը մանր-մունր սալատով զբաղվեն, ռեստորաններում սնվել, սալատ պատվիրել։ Այսինքն մարդը, որ ամբողջ օրը զբաղված է, 8 ժամ, 10 ժամ, 12 ժամ աշխատում է, նա սալատ պատրաստելու, սալատով սնվելու ժամանակ չունի։ Կանայք, ովքեր իրենց ընտանիքի համար ճաշ են պատրաստում, ոչ թե ընտանիքով ռեստորաններում են սնվում, սալատներով իրենց ընտանիքին կերակրելու ժամանակ ու հնարավորություն չունեն։ Անհնար է։ Հետևաբար սալատով սնվում են տենց մարդիկ, ովքեր պարապ են, ապահովված են, բարեկեցիկ են ապրում, այն նրանք սալատով են սնվում։ Ու բնականաբար, ովքեր բարեկեցիկ են ապրում, ավելի երկար են ապրում, քան թե էշի պես աշխատող ժողովուրդը։ Ու այս ապացուցողական հիմքը բերել էր, որ սրանք ավելի լավ բժշկական ապահովագրություն ունեն, պրոֆիլակտիկ զննումներն անցնում են, եւ այլ համել սալաթով են սնվում։ Իսկ այս ժողովուրդը, որ յուղով ու խմորով է սնվում, հիմնականում այս ժողովուրդը վատ բժշկական ապահովություն, վատ պայմաններ, ժամանակին չեն կարող դիմեն, հարուստ բժիշկներին, չգիտեմ, ուժեղ պրոֆեսիոնալներին չեն կարող դիմեն, արդյունքում էլ կարճ են ապրում։ Այսինքն խնդիրը ունեցվածքն է։ Խնդիրը եկամուտն է, ոչ թե սալաթը, բրոկոլին կամ չգիտեմ, պերաշկին։ Հարցի լուծումը բրոկոլին ու պերաշկին չի, հարցի լուծումը փողն է, որ մարդիկ ստանում են, ու դրանից սկսում է իրանց տարբերությունը կյանքի միջին տևողության։ Էսի սենց, Վաչ ջան, ճիշտ հասկացի, այս ինչ դու ներկայացնում ես, Նայ, կարդամ էլ իր խոսքը, որ միակողմանի չլինի։ Մեր հանրապետությունում վիճակն այսպիսին է, վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարների տարեկան զոհ է դառնում 300 եւ ավելի մարդ։ Այ ընկեր, եթե դու անընդհատ արգելում ես արագությունը, դու մարդկանց խորհուրդ ես տալի էշով մանգալ, մարդիկ քշել չեն իմանում։ Սա պրոբլեմը քո արագությունների սահմանափակումն է։ Պրոբլեմն է, որ դու ճանապարհներ չունես, որտեղ ավտոները հանգիստ խղճով քշեն, երթևեկելի հետիոտն էլ անցումներից օգտվի։ Դու այդա չունես, դու այնքան բան չունես, որ էլ չասած։ Կրկնում եմ, արագությունը գցելով սրա դեմ չեք առնելու։ Արագաչափ եք դվե։ Ընկել է վթարների թիվը, մահացությունների թիվը։ Արագաչափ եք դրե, օգնում է։ Չի օգնում, չէ։ Արագություն եք սահմանափակում, օգնում է, չի օգնում, չէ։ Բա ոնց է Թիֆլիսը հակառակն է անում։ Թիֆլիսում հակառակն է։ Հակառակ տենդենսն է։ Բա ոնց է նրանք այդ հարցը լուծում։ Որովհետև վատ քշովը չի կարա արագ երթևեկության մեջ մտնի ու կարանա գլուխ անի։ Մինչև լավ քշող չլինի, չի կարանա մտնի արագ երթևեկություն։ Ինչքան դանդաղացնում ես երթևեկությունը, այնքան քշել չիմացողները մտնում են երթևեկության մեջ, այնքան անուշադիր են քշում, այնքան արխային են քշում, այնքան վթարներն ու մահերը շատ են։ Արագացրա երթևեկությունը, տենամ քանի հոգի քշել չիմացող կնստի ռուլին։
Արագացու երթևեկություն դրամ քանի հոգել հեռախոսին կտարվի քշելու ժամանակ։ Հանգիստ էշի արագությամբ քշում են մարդիկ էլ հեռախոսի մեջ բան սենց գնում են, բա ինչ անեն։ Պարապեն, ռուլին պարապեն, քշելու իմաստ չկա։ Հաշվի թե էշի են նստած։ Վաճ ջան, այդ ստատիստիկան որ տալիս ես 300 եւ ավելի մարդ զոհվում է, վիրավորվում է 4000-ից ավել։ Այդ ստատիստիկան դրանից չի, որ դու արագաչափ ես դնում ու ճանապարհ ես նեղացնում ու պրոբկեք ես առաջացնում։ Դա դրանով չեն լուծում։ Գնա Վրաստան տես ոնց են լուծում։ Այդ հարցը տենց են լուծում։ Ու էլի լիքը երկրներում այդ հարցի լուծումները կան։ Ու վերջին հաշվով, լավ սրա մասին ես լայվեր արել եմ, չեմ ուզում անդրադառնալ։ Հիմա մի խոսքով ուզում եմ ասեմ, ես կյանքից կտրված փաստարկները, կյանքից իրականությունից կտրված Ամստերդամում դե սենց է, Երևանում էլ սենց պետք է լինի։ Այ քեզ բան։ Հələ գնացա մնացած պայմաններով Ամստերդամը Երևանի հետ հավասարացրու։ Հետո այդ մի կետի վրա համեմատենք, տենանք Երևանում սենց է ճիշտ, թե նենց է ճիշտ։ Նմանը նմանի հետ են համեմատում, ժողովուրդ ստատիստիկան տենց է լինում։ Նմանը նմանի հետ են համեմատում։ Չի կարելի վերցնել տղամարդուն, կնոջը եւ ասենք որոշել ինչ ասեմ։ Ինչպիսի պայմաններում ով ավելի շատ երեխա է բերում։ Տղամարդ երեխա չի բերելու երբեք։ Պայմանները դե կապ չունեն։ Երևանն էլ քաղաք-պետություն է, որը սպասարկում է մարզերին եւ ստեղի տրանսպորտը, դա մարզերից եկող գնացողներ են մեծ հաշվով։ Ստեղի տրանսպորտը իրանց երեխեքին դպրոց տանող չգիտեմ։ Հիմա էլ էս ամառը խո դպրոց չկա, ուսանող չկա, պրոբկա է, չէ։ Ուրեմն վատ է կառավարում։ Այդ ոնց ալնում որ ուսանողությունը, դպրոցները բաց, արձակուրդների շրջանից դուրս, ակտիվ դասերի շրջանում ավելի քիչ է պրոբկաները, քան հիմա ձեր կարգավորումներից հետո։ Նշանակում դուք վատ եք կարգավորում։ Երևանի համայնքապետարան, քաղաքապետարան, դուք վատ եք աշխատում եւ այդ ձեր ավտոկայանատեղին ջնջեք, հանեք այդտեղից։ Թողատեղով ավտոներ գնան կան, կամ հեծանիվ կանգնացեք։ Եթե ուզում եք Երևան քաղաքում այտենց ինչ-որ բարենորոգում անեք, սկսեք ձեզնից։ Ինքներդ հեծանիվով, դուք ձեր ընտանիքի անդամները հեծանիվով գնացեք եկեք, հանրային տրանսպորտով գնացեք եկեք, ձեր Երևանի դեմն էլ ամբողջ այդ հրապարակը, այն Մոսկվայի տունը ինչա, տենց է չէ կոչվում։ Մի խոսքով այդ լրիվ ավտոկայանատեղին հանեք այդտեղից։ Հանեք ու ինքներդ ապացուցեք, որ դուք այս իրոք բարենորոգումները սկսել եք ձեզանից, մեզնից մի սկսեք։ Ինչ լավ բան ուզում եք անեք, ձեզնից ու ձեր տնեցիքից սկսեք, մեզնից մի սկսեք, մեզնից յան տվեք։ Արեք տեսեք մի 6 ամիս աշխատում է, դուրներդ գալիս է, եկեք կամաց մեզ էլ ներգրավեք այդ խնդրի մեջ։ Ոչ թե մեզնից սկսեք, հետո նոր ջոգեք ճիշտ եք անում, թե սխալ։ Այսինքն, այս պրոբկաների հարցը, մի խոսքով։ Հիմա երկրորդ հարց, շատ կարևոր հարցը, հա, բանն էր, ասա, հեղաշրջման փորձ է բացահայտվել, բա Civic AM-ը, աշկից լույսը չեն, մեկ-մեկ լավ բաներ դնում են, բայց հիմնականում նիկոլական, կողմնակալ, շատ խիստ կողմնակալ բան է, մեդիա է։ Մի խոսքով բանը մի հատ A4 ֆորմատի վրա բան է գրած քթեի փրթե, որտեղ ինչ որ մեկը հեղաշրջման փորձ անում։ Մի անգամից մի բան ասեմ, ժողովուրդ։ Մենք այս մեր քաղաքացիական նախաձեռնությունը, որ անում ենք, հիմնադիր զավակներ, լինում են մարդիկ, որոնք տես թուղթով, գրիչով, A4 ֆորմատով տպած բան գալիս են։ Ինչ որ մի հատ գենիալի ծրագիր են իրանք բերում։ Ու սենց որ թողես Հայաստանը, Facebook-ում լավ, լիքը մարդիկ կան, որ A4 ֆորմատի վրա տենց ինչ որ գրած հանճարեղ փրկության ծրագիր ունեն, ազգի փրկության ծրագրեր։ Ուզում եմ ասեմ, սա կարա հերթական այտենց մի բանը լինի, այսինքն նախ հարցես ումից են վերցրել, որտեղ այդ ումից որ վերցրեն, դա պետք է Սերժին հաշտեցնի Քոչարյանի հետ, ռուսական Էսպտյանի, Էմպտյանի, թեև մի քիչ ավելի adekvat է գրած, բայց ուզում եմ ասեմ, այսպիսի 100 հատ թուղթ կարելի է հրապարակել։ Ամեն լրատվամիջոց կար օրական մի հատ sense բան հրապարակի։ Հիմա սա մեկ, երկրորդ։ Եթե սրա տակ ինչ որ չափ լրջություն կա, եկեք այս դիրքերից նայենք։ Իսկ ներողություն, 18 թվականի թաշվշյա ոչ բռնի հեղափոխությունը սրանից ավելի խելացի էր կազմակերպված, սրանից 10 անգամ ավելի փնթի էր կազմակերպված, բայց ստացվեց ինչու, որտեղ նա ով իշխանության էր, որոշել էր գնալ։ Նա ով իշխանության էր, նա որոշել էր գնալ։ Հեղափոխությունը տենց ալնում։ Ով իշխանությանը նա պետք է ուզի որ գնա, որ փոխվի։
Էսի սենց։ Հիմա Նիկոլը չի ուզում գնա, այնպես որ ինչ ծրագիր էլ կազմեք չի ստացվելու։ Բայց ուրիշ բան եմ ուզում ասել։ Բոլորը ծաղրում են, թե այսինչ ստից հեղաշրջման ծրագիր, այսինչ փնթիա կազմակերպված։ Հա իդեպ Լևոն Քոչարյանն էլ է դրան անդրադարձել։ Ներողություն, ձեր ընդհանրապես ծրագրերը, ձեր իշխանավարումը, ձեր ընդդիմությունը դրանից 10 անգամ ավելի փնթի վիճակում է, քան այդ A4 ֆորմատի վրա գրած ծրագիրներ։ Այդ A4 ֆորմատի վրա գրած ծրագիրը ավելի կազմակերպված, ավելի ամբողջական, ավելի ընդգրկուն է, քան այսօր Հայաստանն են կառավարում մարդիկ, քան այսօր Հայաստանում ընդդիմություն են խաղում մարդիկ, քան այսօր հանրահավաքներ ու չգիտեմ քաղաքական շարժումներ են անում մարդիկ։ Այդ դրանից 1000 անգամ ավելի խելացի է։ Այնպես որ բոլոր նրանց ովքեր ծաղրում են այդ գրածը, ասեմ, բոլորի տա վերաբերում, որ ծաղրել է, այդտեղ ավելի adekvat է գրած, քան Հայաստանն այսօր կառավարվում է, ավելի մանրակրկիտ է գրված։ Եվ քան ընդդիմությունը այսօր գործունեություն է ծավալում։ Իխոսով այդ բոլորի տարածից ավելի adekvat ծրագիր է դե գրած։ Այդ ծրագրին առանձին չեմ ուզում անդրադառնամ, ընդհանուր առմամբ եթե պետք է լինի կանդրադառնամ, բայց հիմա դրա շուրջ չէ, ընդհանուր առմամբ էս էի ուզում ասել, որ ժողովուրդ ջան, դուք այնքան փնթի թափթփված անկազմակերպ, տհաս, քաղաքագիտությունից ու քաղաքական process-ների էությունից հեռու եք, այնքան հեռու եք, որ դուք ընդ ծաղրելու բան չունեք, մեկը լի ձեզ ծաղրի, մի հատ ձեզ հայլու մեջ նայեք։ Ձեզ հայլու մեջ նայեք, հետո սկսեք ծաղրել այս կամ այն քաղաքական նախաձեռնությունը։ Եվ մի բան էլ ասեմ, այդ թղթում հեղաշրջման փորձ, այդտեղ ինչ էր գրած, որը տենց բռնություն էր գրած, ինչ էր գրած այ մարդ։ Ես կարդացի էլ ինչ որ հրապարակված էր։ Այդ ինչ էր գրած, որ ասենք թավշյա ոչ բռնի հեղափոխության սահմանումներում չի տեղավորվում։ Մի հատ թավշյա ոչ բռնի հեղափոխության ծրագիր է գրած։ Ինչի է քամակները տենց մռմռում։ Հատկապես իշխանական եւ պրոիշխանական ուժեր։ Չէ որ դուք այդպես մի բան դրանից ավելի փնթի ձևով դուք եք արել ու դրանով դուք եք ավելի ծանր հետևանքների բերել։ Ընդեղ այնա որ ֆիքսումա որ պիտի հասցնեն որ հանգարց Ալիև Փաշինյան պայմանագիր չստորագրվի, իրանց ամբողջ պոտենցիալը դրան են ծառայում։ Այնտեղ նշվում է որ ֆեյքերի բանակ այդ բառերով չի գրած, բայց ֆեյքերի բանակ պետքա ստեղծվի։ Այնտեղ սլուխների, շշուկների տարածման, բամբասանքների տարածման մեխանիզմ սրանք է նշում։ Սա հենց այսօր էլ տեղի է ունենում։ Սա ապականությունն է, որ հենց այսօր տեղի է ունենում։ Ու դրա մեջ ընդգրկված են ամենաբարձր կրթվածություն եւ հեղինակություն ունեցող անձիկ ընդդիմության շրջանակներում էլ իշխանության շրջանակներում էլ այդ դիշովկա քաղաքականություն դուք այսօր անում եք պետք չէ A4 ֆորմատի վրա տեսնեմ ես գիտեմ որ իմ YouTube-յան ելույթների տակ այդ քֆուրների շարքը որ կա այդ դիշովկեքը այդ դուք կամ ձեզանից հովանավորվող ձեզանից սնուցվող ձեզանից ֆինանսավորվողներն են ձեր գործընկերներն են ձեր մարտական ընկերներն են Այ այդ դիշովկեքը, որ էդի գրում են։ Ու դուք էլ այդ դիշովկեքից լավը չեք։ Այդ նույն սլուխները, այդ Նիկոլի անձնականի կամ չգիտեմ ինչի մտնելը կամ հակառակը Նիկոլենց կողմից ընդդիմության անձնականի կամ չգիտեմ ինչի մտնել։ Այդ դիշովկեքը դուք եք։ Դուք ձեզնից լավ դիշովկա չկա։ A4 ֆորմատի վրա գրածն էլ ընդամենը հերթական ոնց որ արդեն գործող տեխնոլոգիան է ուզում ինքը օգտագործի։ Ֆեյքերի բանակով, բամբասանքների շրջանառելով եւ այլն։ Եղավ, էդ էլ է տենց։ Անցնենք երրորդ կետը, չէ, մինչև Իրան Իսրայելը, հա։ Նիկոլի թլպատված չթլպատված լինելու մասին, ոնց եմ գրել, ճուճուլացավ եմ գրել, էլի մոտավորապես։ Թլպատվեց կարա լինի մարդը բժշկական պատճառներով, ասենք բժշկական ցուցումներով, բժշկական թլպատված կարա մարդը լինի կամավոր։ Իր պատկերացմամբ ինչ որ հիգիենայից ելնելով իր պատկերացմամբ։ Եվ կարող այո կրոնական նպատակներով մարդը թլպատված լինի։ Եվ ինչ։ Այս հերթական մի կետ առաջ դիշովկեքից էի խոսում։ Այ եկեղեցում էլ դիշովկեքը հենց քչություն չեն անում։ Եկեղեցին ապականողներից մեկն էլ դուք եք, եկեղեցական դիշովկեք։ Եղավ, որ եկեղեցականի վեղարը հակների ձեզ թույլ եք տալի այդ տեսակ էժան բան։ Նիկոլը մի կողմից է ապականում եկեղեցին որպես արժեք, դուք էլ ներսից եք էդի քանդում ապականում որպես արժեք։ Այ իրար քթել եք։ Ափսոսը եկեղեցին է։ Ափսոս են առաքինի եպիսկոպոսներն են, սրբազար հայրերն են,
ովքեր կրակն են ընկե ձեր այս մանկամտության անմեղսունակության ձեռքը։ Պոլսո պատրիարքարյանը մտքովս անցավ, ինչի է դռները փակել Նիկոլի առաջ, եւ որ Նիկոլը Թուրքիայում էր, ժողովուրդ դա չէր փակել, որպեսզի Նիկոլին մերժեր, այդ մարդիկ դուռը կբացեին։ Փակել են, որպեսզի բամբասանք, այ ձեր էլի նույն ձեր Ձիշովկա բանգասանքներին տեղից չտան, որոնք ինչ էիք ասելու, ուզում են Գարեգինին գցեն, որպեսզի Պոլսո պատրիարքին բերեն, կաթողիկոս դնեն, այդ մարդիկ դուռը փակել էին, որ իրանց վրա տենց խոսք ու զրույց չտարածվի։ Ընդամենը այդքան բան, նրանք Նիկոլին կընդունեին, նրանց դենս չի։ Ուղղակի չուզեցան ոնց որ սոլիդարություն ցույց տվեցին եկեղեցուն ու չուզեցան բամբասանքների տեղիք տալ։ Էդ էլ տենց։ Այսինքն այն աստիճան է էժանացրես, մարդիկ վախենում են բամբասանքի տեղիք տալուց, ուզած-չուզած սկսում են ոչ adekvat գործել, որպեսզի բամբասանքի տեղիք չտան։ Այ այդքան էժանացել եք։ Ու հատկանշական է, որ այդ հեղաշրջման փորձի ժամանակ TikTok-ի վրա է շեշտը դնում, հատկապես TikTok-ով պետք է աշխատեն։ TikTok նայողներին էսի ասեմ, ժողովուրդ, ձեզ էշի տեղ են դրել, մտածում են ուրեմն, կարծում են, որ դուք դեբիլների առանձնահատուկ տեսակ եք։ Ես չեմ ասում, իրանք են TikTok-ը առանձնացնում, այսինքն հեղաշրջում ես ուզում անես, հատկապես TikTok-ի վրա աշխատի, ընդ էշ են, չեն հասկանում, ինչ են լսում, չեն վերլուծում, ինչ են լսում, նրանք ավելի ուժեղ կմնեն ազդեցության տակ։ Ուսանողությունը, որ ջահելներ են, միամիտ են, շուտ կոգևորվեն, հուզական ինչ-որ բաներ կօգտագործեն։ Մի խոսքով, TikTok-ի ժողովրդին եմ այս խոսքը սուղում, ժողովուրդ ջան, մի քիչ զգուշ եղեք։ Ձեզ հատուկ դիագնոզ են դրել հեղաշրջում կամ հեղափոխություն անողները, կարծում են, որ դուք ավելի պակասավոր եք եւ հեշտ կմնեք ազդեցության տակ։ Մի քիչ զգուշ եղեք ազդեցության տակ չմնեք։ Էս էլ տենց։ Այսինքն այդ ծուծիլ թեման, թե եթե ուրիշ բան է նշանակում, հիմա բանը, այս տերտերները, տերտերները էլի են ստենց, և այս պետական գործիչները հիմա մրցելու են բանը, ով ավելի հեռու միզում, ասեն, կանգնեն, միզեն, տենան, ով ավելի հեռու միզում, ով ավելի հեռու միզեց, ուրեմն կրացա։ Մոտապես այդպես մի, բայց ավելի լուրջ ու կյանքերի գներով, մրցում արեց Իսրայելը Իրանի հետ, տեսան ով ավելի հեռու միզում, ու որոշեցին վերջը դեմքները փրկել, այսինքն Իրանի դեմքը փրկել, թույլ չտալ, որ Իրանը լրիվ նվաստանա, դա Ամերիկայի մոտեցումն էր, ու մի խոսքով այսօր հրադադար է կնքվել, դա ինչքանով կայուն կլինի, ինչքանով երկար կլինի, չգիտեմ, բայց ուզում եմ անկեղծ ասել, շնորհավորում եմ մեզ բոլորիս եւ հատկապես Իրանի ժողովրդին, ինչ որ չափ նաեւ Իսրայելին, այս հրադադարի համար հույս ունենամ, սա երկար կլինի, հույս ունենամ, չգիտեմ, դեռ պիտի նման բաները պետք է մի քանի օր, մի քանի շաբաթ տևեն, որ զգաս արդեն կայունություն, այսինքն առաջի էֆեկտը դեռ ոչինչ չի նշանակում, բայց արդեն լավ նշան է, եւ հիմնականում փորձեցին Իրանի դեմքը փրկել, դա լավ նշան է, հույս ունենամ Իրանը վաղ փոխի իր արտաքին քաղաքականությունը եւ Միացյալ Նահանգների հետ կգնա համագործակցության։ Եվ այդ ժամանակ թե Իրանի համար լավ կլինի, թե մեզ Հայաստանիս համար լավ կլինի, շատ լավ կլինի։ Մի խոսքով այսօրվա համար այսքանը, չգիտեմ ինչքանով էր հետաքրքիր, բայց այսօրվա լուրերն էին ու Վաչի հետ էի Facebook-ում բանավիճում, մեկնաբանություններում այդտեղից ոգևորվա, որոշեցի լայվ անել, բացատրելու համար, որ Երևանը Ամստերդամի հետ պետք չի համատել, ընկերներ ջան, պետք չի։ Պետք չի մեզ այն աստիճան էշի տեղ դնել, որ Երևանը Ամստերդամի հետ համեմատելով ճիշտ ու սխալ ցույց տալ փողոցների լայնության կամ երթևեկության։ Մնում է Վենետիկի հետ համեմատեք։ Չի կարելի։ Շանհայի հետ համեմատեք։ Ասեք Շանհայում էսպես, ահա Երևանում էլ էսպես պետք է լինի։ Ձեռ եք առնում, այ աղբեր։ Երևանը հլվոր, քաղաք-պետությունը, մարզերից էներգիան աշխատուժը փողը քամող ու ստեղ ռեալիզացվող։ Էդ է Երևանը։ Մարդիկ տասնյակ տարիներ ծիրանը աճացրել են, բերել են 150 դրամով ծախել են, 200 դրամով ծախել են, Երևանում այդ 200 դրամով իրանցից առել են, 400-500 դրամով ծախել են։ Մարդու ամբողջ տարվա աշխատանքից մի բան էլ ավել գինը դրել են վրան, ծախել են, ստեղ տնտեսական բարեկեցություն են ապահովել։
Այդ մարդն էլ իր ամբողջ տարվա քոր կոպեկը մի անգամ բերք տվող, արել է 152 դրամով գնացել է տուն։ 100 դրամով։ Էդ է Երևանը։ Ամեն ինչ արվել է, որ Երևանն ապրի, մարզերի հետ անիծած։ Դե հիմա հետևանքները պիտի կրեք։ Մինչև նոր մարզային կենտրոններ կլինեն, քաղաքներ, տնտեսական կենտրոններ, որտեղ մարդիկ ապրուստ կգտնեն։ Մարզերի հաշվին Երևանը կկայացե, էդի եկեք ընդունենք։ Մարզերի հաշվին, մարզերի տնտեսական շարժի հաշվին, մարզերից խոպան գնացողների հաշվին Երևանը կկայացե։ Երկրի կեսը բերել լցրել եք Երևան։ Չի կարա հիմա Երևանի համայնքապետարանը տենց գցի բռնի, որ եկեք հեծանիվով մարդիկ գնան գան։ Հանրային տրանսպորտը այ սենց ավելի լավ կաշխատի։ Գեր, այս քաղաքը մայրաքաղաք է ու ամբողջ երկրի հաշվին կայացած ու կայացող միջև հիմա կենտրոնում շինթույլտվություն եք տվել։ Կինո Մոսկվայի դեմը բարձրահարկի շինթույլտվություն եք տվել։ Գագիկ Ծառուկյանի շենքը։ Այդ դուք եք, արդեն ձեր օրոք է արվել։ Դուք եք։ Ձեզ իրներ հրապարակի կենտրոնում է շինթույլտվություն կտայիք։ Կասեք ափսոս է տարածքը, թող այդ կենտրոնի այն գորգը որ կա սարկած այդ կենտրոնում էլ շենքեր լինի։ Ձեզ մնար այդ էլ շինթույլ։ Հետո այդտեղ ավելանալու էին լիքը մեքենաներ, հետո ասելու եք ոնց էս մեքենաների հարցը լուծենք։ Ոնց որ ասենք, չգիտեմ, թաղամասեր կան, հələ չեն էլ բնակեցված լիովին, բայց թաղամասերը որ բնակեցվեն, ցիրկի մոտը կա, չգիտեմ, Չերեմուշկա կա, հսկայական թաղամասեր են։ Այդպիսի մի թաղամաս սարքեր Վանաձորում կամ Գյումրիում ահռելի օգուտ կտա այդ տնտեսական շարժին, այդ քաղաքներին։ Կապանում սարքեր այդպիսի մի թաղամաս։ Բերեստեր եք սարքե։ Լավ է կարել, ստեղ եք շինթույլտվություն տվել, լավ է կարել, հետևանքները բարի եղեք կրեք։ Ու այդ թաղամասը հեծանիվով ման չի գալու։ Այդ թաղամաս գնացողը ավտոբուսով չի գնալու այս կոմենկում։ Եթե նույնիսկ ավտոբուսով գնան, այսօր ինչքան մարդատար ավտոմեքենա կա, այդքան ավտոբուս է պետք, որ այդ մարդկանց տեղափոխես։ Թերևս այսքանը ժողովուրդ ջան։ Կներեք ես իմ շուխուրով խոսալու համար, այսօրվա համար թերևս այսքանը, ցտեսություն, ամենալավ բաները։